որ սա տեսեք իրար տակ-տակ։ Ես խմում ենք։ Բայց ես հիմա ուզում եմ կատարեմ grid-ը։ Եկեք սենց անենք next։ Նայ, display flex-ի փոխարեն grid, display grid, DG։ Save արեցի, ոչ մի բան չփոխվեց։ Մի բան չփոխվեց, ինչ է։ Գյապը սկսեց աշխատել, որովհետև գյապը առանց ֆլեքսի կամ grid-ի ոչ մի բան։ Այս գյապը աշխատում է կամ ֆլեքսի կամ grid-ի։ Եթե սրանցից ոչ մի բան կա, ինքը գոյություն չունի, ինչքան է դեպի։ Էսն է։ Եվ ինչու display grid-ով մի անգամ ինչ-որ փոփոխություն չեղա, որովհետև grid-ի ժամանակ պիտի տանք հստակ քանի սյունակը մեզ է։ Բարձր։ Օրինակ, ես ուզում եմ ասել, որ ինձ երկու սյունակ ապել։ Եկեք տեսնենք ոնց ենք ասում ու ոնց է այստեղ իրան դրսևորում այս արտիկլները։ Հիմա նայ, այս հատվածում գրում եմ grid column սյունակ, կներեք template column GTC ու ընդունում եմ այստեղ այս տարբերակը։ Այս տարբերակը դրեցի։ Հիմա եկեք այս տեսանք։ Այստեղ պիտի տանք սյունակի լայնությունը։ Սկզբում տանք պիքսել։ Օրինակ ուզում եմ առաջի սյունակը լինի 300 պիքսել, իսկ վերջի սյունակը լինի ասեք 500 պիքսել։ Գրում եմ 300 պիքս, 500 պիքս։ Այստեղ որ նայում եք երեխեքն երկու թիվա չէ, ուրեմն ինքը հասկանում որ երկու սյունակ ապրել, 3 թիվ գրել, կհասկանա 3 սյունակ ապրել։ Հիմա նայեք, տեսնեք, այսա իմ տված արժեքն է, երկու սյունակ ունեմ, երկու հատը տեղավորվել է, ավելորդը իջել է մեզ, ու սենց 1000 հատ լինի, այդ հենց գրում է։ Այսա մեկ սյունակ, սա երկու։ Սրանք տողերն են, մեկ տող, երկու տող։ Հիմա եկեք գնանք կոդի մեջ սրանց քանակը շատացնենք, որ ավելի հասկանալի լինի ճակատագրում։ Հիմա այստեղ գնում եմ այս տեղը։ Այս արտիկլները պրոստը շատացնում են, բայց միջև այդ երեխեք ջան։ Դուք կարաք ոչ թե սա անեք, այլ նշումներ անեք տեղում, grid սիստեմը ոնց աշխատում։ Ինքներ եք տեղացել, որովհետև որ սկզբից չեք արել, հիմա դրա համար ես ձեն չեմ անում։ Այստեղ 2 գրեն, այստեղ 3 գրեն, համարակալում եմ, որ հետո հասկանում որ ինչ է։ Այս արտիկլը նորը սարքեմ, 4-ն է։ Դերից սկսում։ Այս ու 3 հատեր եմ ավելացում, այս արտիկլը նշում են աջ, շիվի ու ներքևի սլակ, 1, 2, 3 թվերը փոխում են 4 տեղը 5 թվեց սեյվ նայք տեսնում եք 2 սյունակ 6 հատի համար 3 տող հիմա այս տարբերակով իմ առանձնականությունը պրոբլեմա ունենալու, որովհետև ես հստակ վիդ եմ տվել, չէ՞, նայեք։ Հստակ վիդ եմ տվել, տակում բռնակը պետ։ Ոչ մի խնդիր չկա, ես կարող եմ մեդիա պետ տալ, ու ասել օրինակ այս չափից հետո, արդեն ուրիշ չելի, այդպես է կարողանում, չէ՞։ Ասենք տվել 300, 500, հիմա կտամ 200, 400, բայց ավելի առանձնական դարձնելու համար այս թվերի փոխարեն տեսեք մեկը նեղա, մեկը լայնա, չէ։ Ես այստեղ սենց եմ գրում։ Ասում եմ մեկ բաժին, եղած տիրույթից մեկ բաժին, մեկ F է։ Տանք առաջի սյունակի, 2 բաժին, տանք երկրորդ սյունակի, գրում եմ 2 F է, ու սեր։ Նայեք երեխեք ջան ինչ է, մի բաժին սրան, 2 բաժի սրան։ Այսինքն եղած ազատ տիրույթը բաժանել է 3 հավասար մասերի, մեկ երկու մի բաժինը սրանը տվեք, նայք, մեկ երորդը սա է, երկու երորդը սա է, հասկացա, եթե ես երկուսն են մեկ եվեր գրել, ինչ կկատարվի հելացել, մեկ եվեր,
Երկու հավասար սյունակ։ Սեյվ անենք։ Նա երկու հավասար սյունակ։ Իսկ եթե ես տեղ մի հատ էլ մեկ եվեր ավելացնեմ, 3 հավասար սյունակ։ Բարձր։ 3 հավասար սյունակ։ Իսկ եթե ես տեղ մեկ եվեր, էսի երկու եվեր դարձնեմ։ Կամ դա մեջտեղ երկու եվեր դարձնեմ, այսպես։ Հենց ասեք ինչ մեկ այլ մեջտեղինը ավելի մեծ։ Նայեք։ Տեսնում եք։ Fraction, բաժին, մի բաժին, երկու բաժին, հա։ Բարձր սա։ Այսինքն, ամբողջ ազատ հիմքը բաժանվել է, քանի հավասար մասնել ասել։ 3 Ոչ, 4 հավասար։ 1, 2, մեկին գումարած 2 դառա, մի հատ 1, 4 հասկացա։ Այս ինչքան թիվ կա, սա գումարվում է դա, բաժանում այդքան մասերի ու ըստ դրա բաժին։ Իսկ եթե ես այստեղ էլ գրեմ ենթադրել մի հատ 200x, ինչ կլինի։ Այսպես։ Կողքից 200 կավելանա։ Քանի սյունակ կլինի։ Քանի սյունակ։ Հիմա 4 թե 4 սյունակ, որովհետև 4 հատիկ բառը գրած, հա։ Ուրեմն որը պիքսելը վագրած, այդ սյունակի այդքան պիքսել տեղադրել։ Տակ ինչ-որ բաժին մնաց դատակ չէ։ Այդ բաժինը բաժանվելիա, տեսեք 4 հատ էֆեր, 4 հավասար մաս։ Առաջինի տրվել է մեկ մասը, երկրորդի տրվել է երկու հատիկ մաս, երրորդի նորից մի մաս է տրվել։ Հասկացար ոնց է։ Պիքսելները վերցրվում է տրվում այդ սյունակի, սյունակը ունենալ է կոմպլետ 200 պիքսել լայնություն։ Այն մնացած տեղը բաժանվել է 4 հավասար մասի, ըստ սրա բաժանվել է։ Նայեք։ Տեսեք։ Սա կոնկրետ 200 ու առանձնական չի, նայեք։ Սա առանձնական է բացի վերջի սյունակից, այս լայնության ուշադրություն չեն դարձնում։ Ինքը ընդհանուր հայտը բոլորին է նույնն է։ Վերցրվում է ամենամեծի հայտը, տրվում է ամբողջ տոկը։ Այս է։ Այսքանը հասկացա՞ք ամեն ինչ կարող։ Հայտ կհամարեք, այստեղ գրում ենք ոչ թե template colors, այլ գրում ենք template row։ Ու տալիս եք իր արդեն լայնությունը։ Բարձ է։ Սա սյունակն են, այլ, իսկ ռոուները ավտոմատ ստեղծվում է ըստ կարողության, ըստ քանակության, բարձ է։ Եթե չեք տա, որտեղ սկզբում սյունակը տվիտ է, ռոուն ավտոմատ է գրում։ Հետո եթե ուզում եք ավտոմատը փոխեք մի այլ տեսքի, նոր սկսում եք ռոույով աշխատել։ Հեսա մի քանի բան անի կտեսնեք։ Հիմա երեխեք չող, սա սիմետրիկ տարբերակն է, չէ՞, սիմետրիկը։ Այսինքն, բոլորը, առաջի սյունակը բոլոր էլեմենտները դասավորված է ճշգրիտ նույն ձևով, երկրորդում նույնը։ Հիմա տեսեք, ես որ այս նկարը բացում եմ, այս նկարը, տեսեք ինչ ա կողմը։ Օրինակ սրա սյունակը, տեսեք սենց ա կողմը, տեսեք, զգացիք շերված է, այս գիծը սենց իդեալական չի գալիս։ Այդ դեպքում նմանատիպ բաները ոնց կարող են, բայց հələ միջև սրա մասին խոսելը, եկեք ես պես ասել։ Հիմա ենթադրենք, մեր այս տիրույթում ինձ պետք է այս առաջինը զբաղեցնի ամբողջ տեղը։ Լավ, եկեք 3 հատ սարքենք սյունակը, այս մեկը ջնջեմ, դառնա 3 հատ։ Հիմա նայեք, ինձ պետք է առաջինը զբաղեցնի 1, 2, 3 բան։ Մի անգամից ոնց եմ դա տեսեք։ Որին է առաջի էլեմենտը։ Մեր մոտ առաջինը, առաջի արտիկլն է, չէ՞։ Լավ, այստեղ card-ի առաջին արտիկլը, սենց անենք։ Get card արտիկը, ոնց ասել, որ առաջինը։ Հստակ է։ Essence եկա, first, կարա կլասը, կլասում։ Հանգիստ դիմաց է։ Ես վերցրեցի, հիմա ոնց են իրան ասում, որ զբաղեցնի 3 սյունակ։ Գրում են Greek color, առանց template, G
չգիտեմ, հասցնում եք ինչ-որ նշում անեք։ Դա ասացենց անեմ, հələ ես։ Ես սկսես մի բան եմ ձեզ ուզում, աչքը կիստեք։ Ես առանձնացրել եմ սրանից, առանձնացնելու համար այս սրանքներ, ասա առանձին, ասա ձախ կողմի վրա է պահում, սա ներքևի վրա, հա, այդ իսպեկտը։ Բայց ես առանձնացրել եմ, որ կայքը այսպես ամբողջականի։ Հիմա վերցնում եմ այս սլաքը, մոտեցնում եմ իմ գրիդ սիստեմին, այստեղ թողնում եմ, տեսնում վերածագրվում, սա եմ գրիդի, հələ տեսեք ճիշտ է վերահարվում, ես բացատրեմ սրանք ինչեր եմ, գրիդ սիստեմը այս թվերով աշխատում է, ֆունկցիա ունի, որ այս թվերով աշխատում է, հասկանանք տիպը որ է, այս վերևի գիծը մեկն է, այս գիծը երկուսն է, այս գիծը տակի գիծը երեքն է, նույն էլ հորիզոնական է, այս գիծը մեկն է, երկն է, չորսը, հասկացել, եթե մինուսով եք տալիս, ստեղից է հաշվարկը մինուս 1, մինուս 2, մինուս 3, հասկացել, բայց մինուսով իմաստ չկա, այն դեպքում, որ հետևից 2 հատ ապեք, ես չհաշվեմ սա, քանի հատ ապեք, մինուսով 2 կա, հիմա եկեք հասկանանք ոնց են դա, հիմա տեսեք, ես ուզում եմ, այ այս մի հատը, այս երկու վանդակը վերացնի, ես կարող եմ իրար գրիդ քալում տալ, ոչ թե սման երկու, այլ կարող եմ տալ գրիդ քալում 1 դրոպ 3, այսինքն 1-ից 3, դժվար է, հա? Ավելի է դուք սպան գործունի, բայց քանը սահմանակակ է, իրադերքից ես կոմ, բայց ես ուրիշ բաներ են ունեմ, դրա սպանում մենակ չեմ հարում։ Հիմա նա գրիդ քալը, տեսեք, սկզբի գծից, սկզբի գիծը մետենա չէ, ես ասում, որ դժվար չէ, էլ կուվանդակա չէ, 1, 2, 3, եթե հաջորդ վանդակներ եմ ուզում, կասեմ 4-ով գիծը, ես դժվար է, ես ուղղությունը քալն է, ուղահայած գիծը, այսինքն տալիս եմ սկզբում սկիզբը, այսինքն 1, դրոպ, ու տվեցի 3, ես երկու վանդակ ավերց, նայք, տեսեք, այս մեկը ձգվել է, սա հաշվի չի անում, տեսեք, 1, 3, այդքանը իրը, գիտեք հիմա օրինակ սպանը ինչի ջեր թույլ տանի, հիմա ես ուզում եմ ինքս բաղեց, էսի դատա, էսի չլինի, ինչ պիտի գրեմ, երկու է, հասկացա, այսինքն այստեղ է, այեսի, գրում եմ երկու է, տեսակ, տեսակ, հիմա ես ուզում եմ, որ այ այս մեկը ստեղ չլինի, այսինքն սա լինի կենտրոնական մի հատ վանդա, այն մնացածը իշն է ներքև, այսինքն այս մեկը ստեղից սկսի, տեսեք ես իրա տողը փոխեմ, ինքը առաջի տողի մեջ է, չէ, ես պիտի ասեմ, որ սա սկսի երկրորդ տողը, հասկացա, իրան բռնում եմ, կարդ գալաս կցեք մեջը, ես ենքի հաշով բանով բբռնեմ, այսինքն, այսքանը վերևում եմ, գնեմ եստեղ, երկու կերնում եմ, ենքի հաշ ըվ թայ, ենքի հաշ ըվ, մեջը գրում եմ երկ, եսի նշանվում է երկրորդ, նշանվում է արտիկլներից երկրորդ, քարդի արտիկլներից երկրորդ, բացած, հիմա ստեղ արդեն սյունակի մասին չեմ խոսում, երեխեքյան, տողի մասին եմ խոսում, առաջի տողից իջացնում եմ իրան երկրորդ տող, այս գծերն են տողին է, ուրեմն ես իրան ինչ պիտի գրեմ, grid row, քալմի փոխարի grid row գրեմ, ջիա, դե թվեր աս, երկուսից, երկու դրոպ երեք, չէ, երկուսը սենց է, չէ, նայք, երկուսինը, այսա, երկուսից երեք, հասկացա, երկու դրոպ երեք, էդի երկրորդ տողն է, այսինքն տողի համվերևի գծի կոդը պիտի նշենք, համ ներքևին, նույնը սյունակի, ձախին ու արջին, ուրեմն այստեղ,
Ես գրեցի 2 դրոպ 3, սև արեցի, եկան կեսը, հələ սերանն այն, երկուսի չելան եք է, երեքը թրան ու վեր է, տեսնում եք, ինչու ատաղը վեր է, պետք է շարունակ եստեղ, լավ, հիմա տեսնենք ինչ ենք ան, եկեք իրան ես քալըմներ ասեմ, Վաբշետը, որ սկսում ենք խառնելը, պիտի սաղին ասենք ինքը, որ դիրքնա լինելու։ Ես պետք հասկանամ ես խիալ ուրեմն, երկրորդին, ռոմում տվել են 2-ից 3։ Եկեք հələ գրիդ քալըմներ դնեն, իսկ գրիդ քալըմի ինչ պիտի դնեն, գրիդ քալըմի ինչ պիտի դնեն, մեկից 2 դնում ենք մեկ, սև արեցիք։ Ուրեմն հիմա ես պիտի այս 3-ին էլ ասեմ, որ ստեղից շարունակ։ Դե հիմա ինձ ասեք, այս 3-ի կոդը ինչ արնելու, գրիտ ռոմ ինչ արնելու, ռոմ։ Նոր 2-ից 3 գնեմ։ Դե արի տեսնենք 2-ից 3, ճիշտ, 2-ից 3, այդ գրիտ ռոմն, իսկ քալըմի ինչ արնելու, Հելի 2-ից 3, 2-ից 3, բարձ է, հիմա ստեղ եկանք եստեղ, այս է ես նույնը կրկնի կտրնի իրա մեկ ասի կուրա, մեկ ատեղ ես ատաղ է բաներ է փոխել, ես 3-ը տղեցի, 2-ից 3, 2-ից 3, Տեսեք մեկ էլ չորորդը թռավ է, հիմա երեխեքը, ամեն դեպքում ես հիմա ուրիշ բան մեկը ստեղ լինի, երկուսը ստեղ լինի, երեքը ստեղ լինի, չորորդը ուզում եմ այս սենց վերցնի, նայեք, ստեղից մեկ է, բայց որն է տալիս, քալըպը թե ռոմ է, ռոմում տալիս են 2-ից 4 տալ, բարձը, այլ եկ այստեղ, ես նոմս կրտնում եմ, ստեղ 4 են գրում, ռոմ գրում եմ 2-ից 4, իսկ քալըմը որն է 2-ից 3, ճիշտ է, սեկ արեցիք, 4-ը չեք գրում, բայց, հրաշվար, Բերի 5 հատարայնն են, բայց դեղ մենք մի հատ խնդիր ունենք, մի բան չի աշխատել, բացեք տեսնեմ ինչ չի աշխատել, գրիտ ռոմ 2-ից 4, դե հիմա մի հատ իս ցույց տվեք ստեղ 4, 1, 2, 3, 4-ը չկա, ռոմի 4-ը չկա, մենք ստեղ պիտի մեկա ես նենց եմ անելու, որ ինքը այդ ամբողջը վերցնի, կավը 5-ն եմ տվել է, դիպոն եմ տվել 4-ը գոր մեկն ամեն մոտ, 4-ը էս է, հա բայց 4-ը ստեղ չպիտի լինեք, 3-ը չկա, 3-ը գորել է, ուրեմն 4-ի բանը, 2-ին իրար գխնիկ բերեք, իմացեք, ես ատեսնեմ իմ սխալը որում, այս քալըմը 2-3, 2-3, 2-ը նույն տեղն է, այս რა քալըմը պիտի չլինի 3-4, բարձա, իրար գխնիկ, ձե եկետ գազգել է, լավում ես, էսի տալիս եմ 3-4, տեսա, մնում է 5-ին իրար տեղը դնեմ, էսի իրար տեղը, կամ ենթադրենք հիմա 5-ին է տալիս է, որ ինքը այս ամբողջը գրը, իսկ թվա արդեն հասկացակ երեխին ջան, հա, էլ բան չանենք, այս պապենք ունենան, ավելի բան դնան, երբ որ այսենց համաչապ չի, երբ որ այսենց հա, տեսեք գծերը ուրիչ կդի, նայք, կեսով եկա, հասկացա, նայք, ես էլ ուրիշա, սրան է ստեղով եկա, իսկ մեր մոտ ամեն ինչ համաչապ է, տեսեք, համաչապ տված է, Պրոստը էլ ուսունակ, մենք եմ էլ ուսունակ, ես կում և արը, իսկ
ինչ կլինի, եթե օրինակ սա միջև ստեղ կա։ Հասկացա՞ք, այդ այս գիծը ստեղով կնա։ Այդ ախնդիրը։ Ինչ կլինի, եթե օրինակ սրա գիծը սա սենց իջի միջև այս կեսով կնա։ Ոնց են դա անում։ Հասկացա՞ք։ Երկուսը դեր չի։ Այ նա դրա մասին խոսենք։ Ես էլ այլ, նայեք, այս նկարն էլ ապես, տեսեք, սրա գիծը սրա կեսով ա գալիս, նրա գիծը սրա կեսով է, ստեղ չգիտեմ ինչ է անում, հասկացա՞ք։ Լավ, սա փակում են կարողացեմ։ Ստեղ սա փակին դիպնես, հա, բրավո։ Հիմա ստեղ ուրիշ աշխարհ ենք անում է։ Ըստ ձեզ, քանի սյունակ ու քանի տող ունի այս կառուցվածքը։ 3 տող։ Սենց եք հաշվում, 1, 2, 3 տող, հետո 2։ Իսկ այդ հարցը սխալ է։ 4 տող, տեսնեք։ Ոնց եք հաշվում 4 տող։ Պիտի ինձանցեք ոնց եք հաշվում։ Թե չէ 5, 6, 10, քիչ կլինի։ Ես դայրերն եմ հաշվում։ Ինչը։ Դայրերի տողերը։ Նայ, եթե սենց հաշվենք, սկզբից գալիս է, էսի 1 տող, 1, բայց տող չի հետա, ստեղից էրխիճ է, ստեղ 1 տող, ստեղից առաջին հանդիպողը սա է 2 տող, նայ, ստեղից գնացիք էսի մի հատա 3 տող ու 4 տող, եկեք սյուները հաշվենք, նայ, ստեղից եկա ստեղ 1 սյուն, հետո գնում եմ այս սրա ձեր 2 սյուն, այս բուջուրիկը սյուն, հետո գայս է միջև է 3 հասկացա, հիմա բալա ոնց եմ անել, որստեղ խառնվեն իրենց, հիմա տեսեք ոնց եմ անում, նախ մենք իմացանք, position այս է կարես, position-ը բերես, ամբողջի վրա position չի կարի, այս սրան կարի է position-ը, հասկացա, հիմա նայ, հաստատ ձեզանից մեկը կմտածի, հեն գալիս գրիտ սիստեմանում, հեն ամի հատ իլյուստրատորվանը մեզ նկարը մյակի մի տուտը։ Ինչ եք միջարչարվում դա։ Դե հիմա հարց, ենթադրենք, սա չգիտեմ, ինչ-որ խանութի կայքա ու ամեն օր սրանց մեջ եղած կտորները կամ չգիտեմ, նկարները պիտի փոխվի։ Ինչ է կարել, դե հիմա դիզայն անում, հարկես բան։ Հավասար սաղ կարան անում, ամեն մի դիզայներ ուզում ամ մի բանով տարբերի։ Դա մա երբեմն ես նա դիզայն է անում, ծրագրավորի, բանը կապարաչը թռնում։ Ասեմ իմացեք, միշտ ուզում են ինչ-որ հետաքրքիր բան անել, որ տարբերի, որ իրանց ես ձեռագիր, դուք տես չեք, գրաֆիկ դիզայնում տես չեք։ Հասկանում եք։ Դրա համար ծնվում են այսպես, որ ստանդարտ, բայց գեղեցիկ ինչ-որ կառուցվածքներ։ Հասկացա՞ք։ Հիմա նայեք, ստեղ, տեսեք, քանի որ մեջի ինֆորմացիան հափոփոխվել է, իմիջիալոց այս կոդերը կցվում է WordPress-ի, այնտեղ պրոստը կնոկեք, ով աշխատասում է կայքը, բրաուզը, սեղմեցի նկարը բերեց, օքեյ արես, տեքստին edit-ը սեղմեցի, edit արես, տենց են անում, նրա կորերից չեմ։ Իրանց տրվում է տեսնակ ինտերֆեյս, որովհետև պարունակությունը փոփոխվում է։ Եթե մենք ստեղ ստանդարտ նկար դնենք, սա չփոփոխվող ինֆորմացիա է։ Պրոստը դիզայներն են դժվար։ Բայց եթե սա ուղղակի սիրուն դիզայն տված է, որտեղ պիտի այս ամեն ինչը փոփոխվի, դա արդեն մենք պիտի գրիդ սիստեմով նորմալ անենք, որ կառուցվածքը հասկացեք ինչու է այդպես։ Դա մարդիկ կամ դժվարություն չես սիրում, բայց կյանքը սա դժվարություններից է մակկացած է։ Դա չէ տեղում կդոփեք առողջ եք գնեն։ Անցանք առել։ Հիմա ես ունեմ 3 սյուներից եմ խոսում։ 1 միջև էստեղ, 2 միջև էստեղ, 3։ Հիմա նայեք երեխեքը, ամենաբուջունի կմեր մոտ 1 էֆերնա։ Ուրեմն այս մեծը քանի այսքան պրոստը լավ չէ եղում։ Այստեղից ստեղ, քանի հատ այսքան է այս հատվածը։ Ենթադրեք 5 հատ։ 1, 2, 3, 4, 5 հատ։ Եթե սա վերցնում ենք 1 էֆեր, սա 5 էֆեր։
այ այս ծերից, հա, այս ծերից այսքան ինչքան է։ 1, 3 եվրը այս վերցնենք, okay։ Ուրեմն մեր սյունակները լինել են 5 եվր, 1 եվր, 2 եվր։ Հասկանացա՞ք։ Հենց մի քիչ պիտի մտածել, որ ուսը սկսում է։ Մեխանիկական գործը մի անել, չէ՞։ Անցանկար։ Հիմա նայեք, ստեղ ես այս սյունակները որ տվել եմ, ստեղ ուղղակի գրում եմ 5 եվր, 1 եվր, 3 եվր։ Այս է ծնկարս սյունակները։ Բարձր, սեյվ արեցի, եկանք ստեղ, նայեք իմ սյունակները առաջից դե են խառնաշփոթ եկեք խանեն այսրեք հլա ապաղդի բաց։ Հետո ես պետք է էլի գա, մեջին է թողել։ Նայեք, 5 եվր, 1 եվր, 3 եվր, էսի տվեցի։ Հիմա տեսեք, ըստ նկարի, առաջի տողի մեջ, քանի հատիկ նկար կա։ Կներեք, առաջի տողի մեջ, քանի սյունակ կա։ 2, չէ, 1, 2, բայց մենք 3 տնենք։ Հիմա տեսնենք, որ մեկն է իրար կացում։ Երկրորդը պետք է 2 տեղ զբաղացնի։ Նայեք, սա ճիշտ իրար 5 է զբաղացնում։ Երկրորդը երրորդի։ Երկրորդը երրորդ։ Հասկացա՞ք։ Նայեք, սա ճիշտ այս է, որ գալիս ենք, նայեք, իրար 5 է ծառնում, էսի 6 է ծառնում։ Չհասկացաք։ Ինչ կարամ անել։ Սա պետք է սպասել։ Վերևորականություն անենք։ Վերցնում եմ մատիտը ու բաժանում եմ իր սյունակները։ Ասենց դնենք, էսի մի սյունակ, ասենց հա։ Երկրորդ սյունակ, այսպես կներեք, ասենց շատ կծելու համար, էսի երկրորդ սյունակը։ Okay. Էս մի սյունակի, այսքան, տվել եմ 1 եվր։ Սա կներեք 5 եվր, էսի 5 եվր, էսի 1 եվր, էսի 3 եվր։ Դե հիմա ինձ ասեք, այսքան, քանի սյունակ է զբաղեցնում։ Մի սյունակ։ Էսի մի հատ է, չէ։ Իսկ էս մի հատ նկարը, քանի սյունակ է զբաղեցնում։ 2 հատն է զբաղեցնում։ Երկրորդը ու երրորդը։ Դե հիմա հիշում եք համարակապը 1, այս գիծը 2-ն է, այս գիծը 3-ն է, այս գիծը 4-ն է։ Ուրեմն ես սրա համար քալամը պիտի գրեմ 2-ը 4-ը քալամը։ Հասկացա՞ք։ Հա, դե մի անգամից չեք կարա, մի քանի քննեք, հետո կհասկանաք։ Կարող է որ լսես կհասկանաս։ Մի բան չի ջոկում, պանիկա է անում։ Էդի հասկանում, մի քիչ լացում, նոր մի բան չի դա այս պանիկա բանում է։ Նոր հասկանում հանդարվում։ Լավ։ Անցական։ Հիմա առաջինը իրա տեղն է, ըստ սյունակների։ Առաջինը իրա տեղն է։ Երկրորդի պետք է 2 սյունակը ձուլեն իրար, վերջից 2 սյունակը ձուլեն իրար։ Երկրորդը այս այա, որ բռնում են, այս չէ, հանեն կոմենտից, որպիսի սյունակները ձուլեն իրար, բայց չձուլեք կոմենտից։ Մի բանք։ Եկեք հատիկ կոմենտի մեջ դնեմ, որ հատիկ եք Սա կոմենտից հանեցի, գրիտ քալամը, ասեք ինչ եմ գրում ստեղ, 2-ից 4 Ասկորին հասկանում, գրում եմ 2 դրով 4 Հələ ես մի հատը կոմենտի մեջ տեսնենք ինչ է պա Եղավ ես պահել, տեսեք ձգվեք, եկավ հասկացնեք, տեսեք ուսը ճիշտ դրեց
Հələ եկեք մենակ բան քալորները դասավորենք, հետո կգնանք ռոմետրի։ Նայում եք նկարը։ Հա ուզում եք գրել, այս այն ավելը։ Այս տողը սրան են ավելացրել, հələ։ Ուզում եք սավ մի հատ ուշադի լսեք, հետո կնկարեք, կամ կգցեմ վերջ կգացում։ Մենակ դուք ինձ ասեք ինչ թվեր գրեմ, հա։ Ուրեմն եկ աստեղ, ուրեմն սա հասկացանք երեխեջան։ Էս իրատերն է, էս իրատերն է։ Եկանք էս մեկի, երկրորդ տողի մեջ, հա, չէ։ Ասեք, քան սյունակադա, են նկարածը բաց է։ Էլի 5 և FR պետք է էլի։ Այսինքն իքը էլի ճիշտ իրատերն է։ Հա, մեկից երկուսը։ Չէ։ Իսկ էս մի նկարը, այստեղից այս նկարն է, այս, Հա, էդի 2-ից 4-ն է նկարը։ Էսի էլի 2-ից 4, ճիշտ է։ Էսի որ երրորդ նկարն է, 4։ Դուք ինչ տեսաք, եթե ես սրան թողը սրա վրա աշխատեմ, կարող եմ խախտել։ Բայց նայց ինչ եմ թողում։ Էդ այս է։ Հիմա վերցնում եմ 4-րդ նկարը, այս է 4-րդ, կոմենտից հանեցի։ Չէ՞։ Ու էլի ասում եմ, որ իրա քալը լինի 2-ից 4։ Գրիտրոն հելա սեյվ աշեցիք։ Էղավ։ Նա կեզ ակսես սիրում գրում այնքը, բայց ձգվել է դեպի ես։ Հիմա ես մեկը բացենք։ Ես քանը մի նկար եմ հաշվել։ Այս նոր լավ։ Հիմա ինձ ասեք, այս նկարի դեպքում ինչ պիտի անել։ Եկեք սավակ։ Հա։ Այս դրա, ասա։ Կոլմը, մեկից, իչե, երրորդից։ Ճիշտ է։ Այսինքն մեկից երկուսը, այդ 5 երբերն է, երբերն է պիտի անել։ Դառնում է հաջորդ նկարից։ Այսինքն մեկից 3։ Էսի որ երրորդն է, 1, 2, 3, 4, 5 երրորդն է։ 5-ը բացում ենք։ Չունենք։ Հա, չենք դրել, թե ոչ չիմաստան։ Հինգերորդը գրեցին գրիտ քալանաս, մեկից 3։ Սեյվ արվեցին։ Ստացվեց, սյունակների հետ կապված ստացեք են ինչից մեզ պետք է, տեսեք ոնց շատ է տեսեք։ Բայց մենք եթե ստեղ առանց բուջուրիկ սյունակ չհաշվեին, այս շեղումը չէ։ Էֆերը նշանակում է, նայ, ես ուզում եմ սա, վերցնիկ ամենապուջուրիկ կտորը, էդի մեկ էֆեր, իմ ամենապուջուրիկ կտորը ես քան է, եկեք մեղն եք աբացակարան է։ Հետո այդ բարակի չափով մյուս սյունակները հաշվարկում են քանի հատ էֆեր անել։ Ու սկզբից գնում են։ Օրինակ ես հաշվարկել եմ, որ սրա մեջ մոտ 5 հատ, հիմա կարող շատ են 4 հատ կամ չգիտեմ, էֆեր անել։ Հասկացա՞ք, բաժանել եմ 1, 2, 3, 4, 5 հատվածի, 5 հատ այսքան է։ Հետո հասկացել եմ, որ առաջի սյունակը 5 է։ Հետո եկել եմ Մեկից երկուսն է այս թվերով։ Մեկից երկուսը, երեքը, մեկը, երեքը, չորսը, երեքը։ Հասկացա՞ք ոնց։ Դե որ սենց բարել ձեր տրամաբանությունը բացում է։ Ձեր հիշողի
հիշողությունը լավացնում։ Դու գիտեք, որ սա հիշողությունն է լավացնում։ Այս թվերը երեխեք ջան, ես իսպեկտը բացել եմ, հեսա բացած տաղը թաքնված նայեք։ Իսպեկտը բացած։ Ու եկել եմ իսպեկտի վրա այդ գրիդին այսպես սրմել եմ, ակտիվացրել եմ, ինք սկսել է թվերը ցույց տալ, որ դու ձեր համար պատճառ հասկացա՞ք։ Հիմա տողերը պիտի թողնենք, երեխեք ջան, սյուները արել ենք, տողերը չենք արել։ Եթե մենք այսա բացենք, նայեք, հիմա առաջին նկարը, մենք տողերը ավտոմատիկ չէ ստեղծում։ Եթե պետք լինի, մենք ինքներս է պետք ստեղծել։ Հիմա մենք քանի տող ունենք, նայեք, մեկ, քանի նկար ունենք, հաշվենք, էսի մեկ տող, եկեք գծենք։ Սա ես մի հատ ջնջեմ, մեկ է տողերը գրպանանեն, նշեմ, սա սյունն է, էսի վերցրեց, առաջինի ձերը սա է, էս մեկը, ճիշտ է, երկրորդի ձերը սա է, էսի երկրորդի, երրորդի ձերը, չորրորդի, այս ամկնում է, ու մեկի ես, քանի տող դարա, մեկ, երեք տող, չէ, էս է, 4 տող դարա, չէ, գծերը համարակապն է, մեկ, երկու, որը-որի, երկու նկարի վրա է, չենք հաշվում, վրա է Էսի չենք հաշվում, սա նկարի վրա էս position-ը, սա սիստեմի հետ կապում, մի տեղից position-ով պիտի վերենք դնենք, հասկացա՞ք, գրիդը, բանը գյապը տեսնում եք, ըստ գյապ եք This is job number. How? Kalana. Job փոքրացնեմ իրանք կլային։ Online։ Առանձնական այրեխջան, դուք զգում եք, ես կոնկրետ ֆիքսելով վիճ տալուց հուսալուց եմ միշտ։ Ինչքան քիչ վիճ տա, այնքան քիչ մեդիատեկում նոր բան եմ գրել։ Հասկացա՞ք։ Լավ։ Հիմա սրանք սկսենք։ Առաջին նկարի համար, առաջին նկարը քանի տող ազգացեք։ Մեկից։ Որ դուք այդպես գծեք, ձեր մոտ պահեք, հետո հեշտ կլինի։ Ուրեմն առաջին նկարին ես բան չեմ տվել, քալը չեմ տվել, էս ասա է։ Mən ակտիվացնեմ։ Էս ասեմ ստորնել։ Եթե ինքը տեղից չախնի, քալըմներ կասեմ որտեղ։ Չի փակել թողնել։ Բայց վաբշետը լավ դնի տակ, որ վստահանեք, տեղից չի փակվել։ Ամեն դեպքում գրիդ ռոք տվեցի, տալիս է 1 ռոք 3։ Դուք զգացիք ինչու սուքաները այդքան հարկ չի։ Ոչ մի բան չկա, այս ամբողջ տիրում սա ուսան է։ Սրանք որ ուղղեն ես աուտվելու է։ Գնացիք եստեղ։ Էսի նայեք երեխեք ջան, տեսնում եք, 1, 2, 3։ Հիմա մեր խզբզածում է, հիմա նայեք, այդ էս մի հատը պտի բրնե, էս մի հատը, ուրա, ինք իրատեղ կաղնած է, ինք իրատեղ կաղնած է, ուրեմն էս մի հատը պտի բրնե, ասեմ, որ ինքը 2-ի 4, հասկացա, նայք, էս մեկը նա, էս 2-ն նա, նայք, հետո էս մեկը 3 այդ հենցատել նկարները, հետո գալիս է 4-ը, 5-ը դեր մնացած բռնում եմ երրորդ նկարը ու իրեն ասում եմ, որ պիտի տողը լինի 2-ից 4-ը, բռնում եմ երրորդ նկարը ու ասում եմ, որ տողը սալը համեցի, պիտի լինի 2-ից 4-ը, Էս եկավ էստեղ, ստեղ պիտի դալանում լինի, 1, 2, 3-ի եկեք տակ, երեխեք ջան, բոլորը պիտի տակ, թե չէ փախում են, չէ, եկեք սա տակ, ուրեմն առաջին քալումն է տալիս, առաջինը պիտի լինի 1-ից 2, սա տակ
Սրա քալանը հանեցի։ Պիտի լինի 1-ից 2։ 1-2։ Առաջինը հարցերը գործել։ Երկրորդի քալանը պիտի լինի 2-3։ Ճիշտ է, թե չէ։ Հա, երկրորդին ռոլն եմ տալիս։ Երկրորդի ռոլն եմ տալիս։ Եկեք տեսնենք ռոլ որտեղ։ Ռոլը պիտի լինի 1-ից 2։ Չէ՞։ Ռոլը պիտի լինի 1-2։ Ոնց է իրավերել Դուք սա ընդհանուր դիվ եք անելու, այդ դիվը ունենալ է հատ ենթադրենք բերեք կամ հաշ, մեղն եկա, դիվն եք ես կողմետն տալու, մեր չի չուսնա թողի, ասկացել։ Այսինքն վերել մասյամար դիվը Ընդհանուր էլեկտրիկան, կարատի հատ դիվ դնել, եթե մենակ նկարներ է, պրոստի իմիջներ շահեք, եթե տարբեր պարունակություններ է, բոլորը ունենան դիվ, դիվի մեջ պարունակություն, դիվի մեջ իմիջ, դիվի մեջ P իմիջ, դիվի մեջ իբո իմիջ կա։ Հասա, դիվեր, այսա, սրանք սա դիվեր։ Հասկացա։ Այսինքն մենք այդ իրակնված Հիմա նայ, մերն էլ ապրեց, սա արտիկլներ են, արտիկլի մեջ տարբեր ինչ-որ տեքստ է, վերնագիր է և այլն, չէ՞։ Արտիկլ չի ստենա։ Այսա, մեջ ինչ պարունակությունների մեջ է։ Հասկացա։ Вообще-то նկարում եք ձեր դեպքի վրա, աչքերները թաքցրին, այս կոլը ստացվում, փորձում եք հետո նայում եք։ Ես ձեզ բացատրում եմ, դրա համար մի հատ բան գրում է, այդպես չի։ Հակը կոլը ստացվում գրում եք, հետո գրում եք մեն։ Ուղղակի եւ նկարից ձեր առաջ լինի, որ դուք իմանաք որ նայեք։ Իմացա՞ք։ Ձեր բան բան չի կարող։ Կարող չի լսել։ Եկեք մյուս ոտքով կգնեմ նոր ձերի հարցերը տալու, հնարյալ զաշոտենք։ Չէ, որ հավաքենք, կայք հավաքենք։ Չէ, իհարկե, դուք զաչոտին հասնելու բան չէ։ Նա կա բան կանեք։ Զաչոտից ձեր զաչոտներով կկա։ Իսկ այդ ձերի օրինակ